Ամանորյա տոների կապակցությամբ դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ը Կերամա Մարացին հայտարարում է 25-ից 30% զեղչ աշխարհի լավագույնների ցանկում ընդգրկված Հանսա եւ Կլուձի ընկերությունների ամբողջ տեսականու համար։ Հանսա եւ Կլուձի խնայող ծորակները Կերամա Մարացիում 25-ից 30% զեղչով։ Կերամա Մարացի, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Բալես, այս խաղալիքն էլ կախենք։ Հազար անգամ երեք ասեցի, տոլման փաթաթի վերջացրու։ Զինա, ինչքան շուտ փաթաթեմ, այնքան կհնանա։ Հա, ճիշտ է, դու մինչև գիշերվա 12-ը սպասի այն ժամանակ փաթաթի, որ ինչքան ուշ վերջացնես, այնքան թարմ մնա։ Դու մոռանում ես, որ ես մեծ կնիկ եմ։ Այսքան էլ որ անում եմ գոհեղի։ Տատ ես քեզ ասեցի օգնեմ, չթողեցիր ինձ։ Լիան ջան, առանց էտել, տան գործերը բոլորը քո վրա են, դու գնա։ Զինան ինձ կօգնի, մենք միասին կվերջացնենք։ Ինչ ես խոսում այս կեսուր, Զինան հավես ու սիրտ ունի քեզ օգնելու։ Հեսա տաճան, ես հենց հիմա ձեռքերս լիվանում եմ ու կամ քեզ օգնեմ։ Լիան, գնա քո գործի, ես կանեմ։ Զինա այդ ձեռը ճարը լիներ, հենց հիմա դուռը կփակեր, կթողներ ու տնից կգնար։ Ոչ մեկ երեսը տեսնել չեմ ուզում։ Հեսա, գիշերը հարևանները կգան, կասեն Զինա, այս աղջիկդ քո տանն ա, բա մարդը ուրա։ Դե գնա ու պատասխանի, որ մեկին ինչ խաբես։ Սև նոր տարի եկավ գլխիս։ Միակ լավ բանը էր, որ վերջապես այսօր Նարեն գնաց իրանց տուն։ Էլ ստիպված չեմ լինեն չոր բազմոցին քնեմ։ Օֆ, ոչ մի բանի հավես էլ չունեմ, հա։ Պապիկ նա ես եմ զարդարել։ Ոյ մերեմ ջոնին, ես ինչ սիրուն տոնածառա, ես ինչ լավ խաղալիքներ են, ապրիմ տվեն։ Զինա են պակաս պրատ ամեն ինչ արել եմ, մենակ լիմոնը մոռացա։ Ոնց լիմոնը մոռացա։ Չէ, ես առանց լիմոնի իշլիքյուֆտան չեմ սիրում, պետք է անպայման լիմոնի ճարը արվի, Հակոբ։ Ոնց ուզում ես, լիմոնի ճարը արա։ Իզիս ձեր քաշի, ես ոչ մի լիմոն էլ չեմ արում։ Դու գիտես, ինչ ուզում ես արա, քո լիմոններ, քո իշլիքյուֆտանը։ Վայ, նենց է խոսում, ոնց որ ես մենակ ինձ համար եմ ասում, թե չէ իմ ուշքը գնում ա, հա։ Ուֆ, մառան է սորով ուրա գնացել է։ Տաճան, եկա օգնեմ։ Նարի ջան։ Մարկ ինչ լավ է, որ քեզ դուրս գրեցին հիվանդանոցից։ Տունը առանց ձեզ շատ դատարկ էր։ Ինչ ես տոնածառ դրել։ Նոր տարի է, Նարե, ես նոր տարին, տոնածառը, երեխաներին ուրախացնելու համար է։ Իսկ ես չգիտեմ, թե որտեղ է իմ տղան։ Հենց հիմա հավաքի տոնածառը։ Անսպասելի։ Ես ուղղակի ուզում էի մի քիչ մռայլությունը ցրեի։ Հիմա ինչ անեմ, հավաքեմ, մա։ Չգիտեմ, Կարինա։ Ինչ ասեմ, ուզում ես հավաքի։
Չէ արեմ, չեմ կարող։ Այս ինչի ժամն է։ Դե թռիչքդ կես գիշերից հետո է։ Կգաս իրար հետ նոր տարի կանցկացնենք, հետո ես քեզ կտանեմ օդանավակայան։ Չէ, դուք ձեր ընտանիքով նոր տարին անցկացրեք։ Ես էլ թռիչքից առաջ մի քանի ժամ կպարկեմ կանգստանում։ Ինչ համառն ես դու Ժաննա։ Լավ, մենք այսօր էլի կհանդիպենք։ Դու էլ պակաս համառը չես։ Դե ոնց որ դու ես ասում քո արյունն եմ, ինչ էր։ Լավ, մտածի առաջարկիս մասին ես մի 2 ժամից քեզ կզանգեմ։ Լավ։ Հա, Արամ ջան, չհամոզեցիր։ Արամ, օգնիմ քիչ դու փչի ես կամ տեսնեմ երեխան արթնացավ թե չէ։ Բայց երիկ չի որ։ Տղայի ցանկությունն է։ Հա։ Նոր տղայի ցանկությունն է։ Դիմաման օրենք։ Ես ուզում եմ ամանորը դիմավորել իմ ձյունանշիկի հետ։ Վահե, ես դու տան չէիր։ Չէ։ Ուր էիր գնացել։ Լավ, հա, կարևոր չի։ Լսի Վահե գնա Լեանեն ծերեխուն բեր, հա, մի քիչ տրամադրություններ զբացվի։ Տրամադրության ինչ ա եղել։ Չգիտեմ, ոչ բան չեմ հասկանում, ոնց որ հեչ նոր տարի չլինի։ Համել երեխուս խոստացել եմ, որ տոնածառը միասին պիտի զարդարենք։ Լավ, բայց զանգի Իլյանի հետ պայմանավորվի։ Թող երեխուն պատրաստի, նոր կգնամ կբերեմ։ Չեմ ուզում գնամ ներս մտնեմ, հələ մի հատ էլ սպասեմ։ Եղավ, հա, հիմա կզանգեմ։ Ես բոլորիցդ նեղացել եմ, ոչ ոք ինձ չի հիշում։ Ով ասաց։ Գիտես նոր պապայիդ հետ էի խոսում։ Ասաց որ այսօր գալու է։ Ճիշտ ես ասում։ Ահա։ Իսկ մաման ու պապան միասին են, չէ՞։ Սյուժան, ես մենակ գիտեմ որ պապատ այսօր գալու է։ Դե վեր կաց։ Արդեն խոսում ես, չէ՞ հետս։ Գոնես նոր տարվա օրով մի քիչ շուտ տունարի այ մարդ, հասկացանք էլի գործ, բայց… Լավ Սարա, երկրորդի զանգ է գալիս, ես քեզ կզանգեմ։ Ասա Սարդարյան։ Այդ հարևանների տված տվյալները ճիշտ էին, այդ կնոջ մոտ ինչ-որ երեխա կա։ Լավ, տան մոտից չհեռանաք։ Ալո։ Ժանա, դուք տեսել եք չէ Մարկի տղային։ Հա, այդ չարաբաստիկ օրը մի պահ տեսա։ Իսկ ինչի համար եք հարցնում։ Որ հիմա տեսնեք կճանաչեք։ Գտել եք եղբորս Սորանը։ Եթե մեզ օգնեք կիմանաք այդ հարցի պատասխանը։ Իհարկե կօգնեմ, միայն թե ասեք ինչ պետք է անեմ։ Այս անգամ սեղանը մի քիչ շուտ կգցենք։ Դե չէ ամեն անգամ թողնում ենք վերջին րոպեին։ Արամ տանն ես։
Ատամն եմ։ Արագարի հետևից ես հիմա տեղս կասեմ։ Ես գիտեի, որ այս անգամ քեզ համոզել եմ։ Չէ, Արամ, ձեր տուն չեմ գալիս, հնարավոր է Մարկի տղային այսօր գտնենք։ Ին։ Արամ, դիտո։ Հա, նոր քննիչի հետ էի խոսում։ Քանի որ դեռ հաստատ ոչինչ չգիտենք, Մարկենց այդ մասին չենք ասի։ Արդեն դուրս ես եկել տանից։ Չէ։ Բա դուրս արի, ինչի ես սպասում։ Դեռ պիտի գնանք տեսնենք այդ երեխին։ Թե չէ, հո Մարկը չի գնալու, կարող է սխալմունք է։ Լավ, ես հիմա գալիս եմ, լավ։ Ես պետք է գնամ։ Բայց ուր։ Կարող է Մարկի երեխուն գտնենք։ Արամ, մի նորմալ բան ասա, նոր գնա։ Մամ, չգիտեմ, գնամ, կիմանամ, կզանգեմ մի խոսքով։ Ես չեմ հասկանում, որպես ինչ եք անտարան երեխուն։ Նոր հիշեց, որ ինքը տատիկ է։ Լավ էլի Զինա, այս նոր տարով էլի կռիվ ես անում։ Ինչ է եղել Զիզի։ Ինչ պիտի լինի։ Եկան երեխուն տարան։ Ալլան նոր հիշեց, որ ինքը տատիկ է։ Առանց Հակոբիկի չէր կարող տոնածառ զարդարի։ Պետք է Հակոբիկը իրան օգնի, որ նա տոնածառ զարդարի։ Ես գիտեմ, նա հատուկ նպատակով է երեխուն տարել, որ հարց ու փորձ անի, թե մենք տանը ինչ ենք անում, ոնց ենք նախապատրաստվում։ Բայց Զինա, Հիմա ինձ ուշադիր լսի Գագիկ տղա։ Մարը, այս ինչ է եղել մազերը։ Հրմիկով քաշվի Գագիկ։ Ինչ է եղել երեխուս մազերը։ Աստորեն, երեխեն աղայի մոտ է։ Մարը, այս հիմա այդ մազերը դրել ես։ Տատբահը մի քանի ժամում չի երկարեց։ Մարա։ Ինչ համամ։ Մազերս երկարացրել եմ։ Չեմ ուզում, որ նոր տարուն այդ խելագարը հիշեցնող որևէ բան լինի։ Իսկ աղավաղված մազերս իմ մոտ լավ հիշողություններ չեն արթնացնում։ Էս կեսուր։ Երեխես տառապում է։ Հա, Զինա, դու ճիշտ էիր։ Ես միշտ եմ ճիշտ։ Չէ, մենք Դավիթին պիտի զանգած լինեինք։ Պիտի ասեինք ինչ ես անում այդ տղա այս երեխու հետ։ Գիտես չեմ զանգել։ Էտել եմ փորձել անել։ Բայց Դավիթի հեռախոսը ինչքան ժամանակ արդեն անջատած է։ Դավիթը նենց աչքիցս ընկել։ Լրիվ ուրիշ մարդ դուրս եկավ։ Ինչի պիտի իմ երեխեն այս բախտին արժանանար։ Դե արի այս սրտով նոր տարի դիմավորի։ Հա Շաքե, այսօր գնացինք տղուս հետ խանութ, ձմեր պապիկի շորեր առանք, եկանք։ Արսենը որ տեսնի, գժվելու է, չես պատկերացնի։ Լավ, Շաքե հարմար չի հիմա երեխուն եմ հագցնում, հետո կզանգեմ քեզ, հա։ Լավ։ Ջա։
Բայց ինչի եք մտածում, որ այդ երեխան հենց մեր երեխան է։ Մեր աշխատակիցները բավականին երկար ժամանակ ստուգում են պայթունը տեղի ունեցած տարածքի մոտ բոլոր թաղամասերը։ Ենթադրվում է, որ ինչ-որ անհայտ պատճառներով երեխային հենց այդ տարածքում են թաքցնում։ Կինը, ում հարևանները վերջին ժամանակներում տեսել են երեխայի հետ, իրականում երեխա չունի։ Հա, բայց դա չի կարող հարազատներից ինչ-որ մեկի երեխան լինի։ Կասկած է հարուցել այն, որ տեսնողներից մեկը նրան երեխայի մասին է հարցրել, իսկ նա հերքել է, որ նրա տանը իրականում ոչ մի երեխա էլ չկա։ Մի քանի ժամ է մնացել նոր տարուն, որպեսզի ամեն ինչ արագ լինի։ Ես ուզում եմ, որ դուք գաք ինձ հետ եւ հենց այնտեղ տեսնեք ձեր երեխանը, թե ոչ։ Լավ, գնանք, ժամանակ չկորցնենք, կարողա իրոք մեր երեխան է։ Հա, մենք տաքսիով կգանք։ Գնացինք։ Սեղան ինչի ենք գցում, միգուցե Նարեն սեղան էլ չուզի զարդարել։ Ավանդույթը։ Անկախ ամեն ինչից պիտի տարին լավ դիմավորենք։ Որ տարին էլ մեր հանդեպ բարի լինի։ Անում եք արդեն տոնացարը։ Բայց Նարեն ուզում էր, որ մնա։ Դե շատ լավ է։ Ուրեմն խաղալիքները հետ կախեն։ Կարինա, գիտեմ, այսօր այդ օրը չի, որ խոսամ, բայց ուզում եմ իմանաս, որ ես ամեն ինչ անելու եմ, այդ սրիկայից հետ ստանալու քո Ռոնեի բաժնի տոմսերը։ Հա, Մարկ, ես էլ եմ ամեն ինչ անելու։ Գիտեմ, որ հիմա պատասխան եմ տալիս գործած հիմարությունների համար։ Հա, Կարինա, իդեպ, այսօր Ժաննան մեկնում է, որովհետև դու ես տենց ուզել։ Գիտեմ։ Ես էլ գիտեմ, որ Ժաննան եթե գնաց, էլ հետ չի վերադառնալու։ Առնեց որ ժամանակ ունես, մտածի։ Բայ, այնուն գանձը եկավ։ Ոնց ես։ Տես, տատիկը տոնածառը հանել է, բայց չի զարդարել, որ գաս միասին զարդարենք։ Տատիկ ձմեր պապին ստեղ էր հեն վեր թողնել։ Հիմա տոնածառը կզարդարենք, կվերջացնենք, որ ձմեր պապիկը գա ու տոնածառի տակ նվեր թողնի Հակոբիկի համար։ Մամ, ես գնում եմ։ Ուր ես գնում։ Կգնամ կգամ նոր տասը։ Սպասի էլի։ Էլա։ Ջան, շուտով պապայիդ հետ կծանոթանաս, շատ քիչ մնաց, այ հիմա մի քիչ հետո կգա ու կծանոթանանք։ Սա ես վերցնում եմ, իմ վրայով կլինի։ Կավոճ, ողջուն։ Սյուս։ Օրևս տես։ Այս քոննա։ Ար։ Տեսա, պապայի։ Սիրտը տնկավ տեղը։ Հա, Շատ աղուկի կերը։ ես խելակ եմ մնացել։ Ապրես Սյուզի։ Որ այսօր հանկարծ չգայր, չէ։ Ոնց կարայի չգայի։ Որ սա ինձ սպասող ունեմ։ Հույս ունեմ այսօր էլի սպասող կունեմ։ Այ։
Սա շուտ չէ սեղանը դնում։ Չէ, ուզում եմ Արսենի գալուց ամեն ինչ պատրաստ լինի։ Բայց սխալ ես անում, գիտես, միչև գալև գոնե պիտի երեխու մասին պատմած լինեիր։ Այդ արդեն իմ գործն է։ Օրի հրեշտակս, օրի մոտս, ջան։ Լավ, դե ես էլ գնամ, ես էլ հələ պետքա սեղան գցեմ, Սադ ջան։ Լավ, գամ քեզ ճանապարհը։ Սադ ջան, դե էլ ես չեմ գա, ձեզ չեմ ուզում խանգարած լինեմ։ Մեր երեխեն! Դուրը բացի! Շաքել, երեխուց հետևից են եկել։ Շաքել, չթողես ներս գան։ Երեխուց հետևից են եկել։ Բաց արեք դուրը, ոստիկանությունից է։ Դուրը բացի! Խնդրում եմ ուկերուս չձերբակալեք, ինքը շատ էր ուզում երեխա ունենալ։ Չեմ տա երեխուն, այս երեխեն իմ կյանքի իմաստն է։ Դուք բավականին երկար ժամանակ ձեզ մոտ անօրինական կերպով պահել եք երեխային։ Քննիչ խնդրում, ջանիկս ինձ լսի լավ։ Ցավոք բոլորին չի տված մայրանալու երջանկությունը, բայց բոլորն էլ ուզում են, պայքարում են, որ ծնող դառնան, հա։ Այս երեխի ծնողներն էլ այդ բոլորից մեկն են, հասկացի, նրանք իրենց երեխային շատ երկար են սպասել։ Դու էլ մի օր մայր կդառնաս, ինձ դու երեխային, դուր ջանիկս։ Սադ, այս երեխու ծնողները սպասում են, դուր։ Մամ։ Բարև ալաջոջան։ Մամ, Մարան նոր տարին մեր տանը կդիմավորի։ Այսինքն մենակ նոր տարին ալաջոջան։ Վայ, լեմի րոպե արի։ Ողջույն իմ թոռնիկներ։ Շնորհավոր ձեր բոլորի նոր տարի։ Ես էլ եկել եմ հեռավոր հյուսիսային բևերից։ Մամ, դու ես կանչել։ Չէ, ես կապ չունեմ։ Այս այլ հատուկ իմ Հակոբիկի համար։ Որտեղից ես գտել։ Չէ, վայ ջան, ես կապ չունեմ։ Չէ։ Վայ, ձմեր պապին եկել է հյուսիսային Լապլանդիայից հատուկ Հակոբիկի համար։ Հա, լավ, բարձա։ Արի։ Դու գժվել ես։ Ահա, բայց հասկանում ես, ես չեմ կարող առանց իմ ծյունանուշի։ Գիկ երեխեն։ Տենում ես, որ ասում էի մաման դեմ չի լինի։ Ալաջան, հասկանում ես, ինձ միայն քո խոսքն է պետք, ասա որ ինձ սիրում ես, ու այդ քո խոսքն ինձ թևեր կտա, հասկացիր։ Ու ես ինչքան պետքա կսպասեմ, ու ինչքան դժվարություն կգա հաղթարեմ, միայն ասա որ սիրում ես ինձ։ Հա։ Մամ, Լիանն էր զանգել, ասում էր որ երեխուն տանեմ։ Լավ,
ձմեր պապին էլ պիտի գնա, ես շատ թորնիկներ ունեմ այցելելու։ Ես շնորհավոր ձեր բոլորին նոր տարին։ Կհանդիպենք մեկ տարուց։ Մամ, քնեց։ Մի քիչ լացում էր, բայց քնեց։ Հա, Մարկս տեղ է, հիմա կփոխանցեմ։ Արամն է։ Ալո։ Ախպերս նոր տարին ամբողջ ընտանիքով ենք անցկացնելու, երեխուն գտել ենք։ Ինչ։ Ոնց արամ, երեխուն գտել են։ Ռոբերտիկին գտել են։ Ահա, հիմա ճանապարհին են գալիս ենք, էլ հարցեր չտաս կարևորը գտել ենք։ Նարեն պիտի իմանա այսպես։ Սպասի արամ չաճատես։ Մամ։ Ой, շնորհակալ եմ Տեր Աստված։ Նարե արտնացի։ Նարե երեխային գտել են, արտնացի Նարե։ Մարկ, սպասի զգուշ, թող ինք արտնանը նոր կասես, մի մոռացի իրավիճակը, ու զգուշ կասես իմ արտնանը։ Մամ, չեմ հավատում, գիտես, երբ մեր երեխան մեր մոտ լինել, Նարե, չի արտնան, Նարե։ Հակոբիկ ջան, ասում ես Ալլատատիկը քեզ համար հատուկ ձմեր պապիկ էր հրավիրել։ Մամա, ձմեր պապիկը հյուր էր գնացել Ալլատատիկի։ Վերջում ձմեր պապիկը Ալլատատիկին պաչեց։ Հələ դրան տեսնում ես, անգամ ձմեր պապիկին ձեռքից բաց չի թողել։ Վայ իմ խեղճ ու կրակ, իմ միամիտ աղբեր։ Մարա դուրնա, երևի աղբերը տա, ասա լիմոն մոռացած չլինի։ Հակոբիկ ջան, ասա տեսնեմ էլ ինչ էր ասում Ալլատատիկը։ Դավիթ։ Ես կտողն ես։ Եկեք։ Մարա Սյուզին քեզ բան ունի ասելու։ Մարա, ես ուզում եմ, որ ես դու պապան միասին նոր տարին դիմավորենք։ Դավիթ։ Բարև ձեզ, տիկին Զինայդա։ Բարև։ Որ խնդրեմ Սյուզին մի րոպեով կտանեք ներս, ես ու Մարան առանձին խոսելու բան ունենք։ Հա, իհարկե կտանեմ։ Արի բալիկ ջան։ Մարա, ես Մոսկվայում էի, դրան արել չէի գալիս։ Դավիթ։ Սոֆային էի տարել։ Մարա, ես ամեն ինչ կազմակերպել եմ, որ Սոֆան էլ հետ չվերադառնա։ Հիմա մեզ ոչ մեկ ու ոչ մի բան չի խանգարում, որ միասին լինենք։ Դավիթ, հավատս չի գալիս։ Ամեն ինչ լավ կլինի։ Ինձ մենակ պետք է, որ դու նորից հետ գաս։ Ես ամեն ինչ կանեմ, որ դու երջանիկ լինես։ Վայ, ես ինչ հրաշքեր Մարա ջան ես տեսա։ Երեխեք ջան, ինչ ուրախ եմ, որ դուք հաշտվեցիք։ Հա, նոնա ջան։ Վայ Աստված ձեններս լսեց, ինչ լավ է։ Հեսա գալիս եմ։ Դավիթ ջան։ Երեխեք ջան։ Նարե երեխուն գտել են։ Ես ինչ լավ բան իմացա։ Չեմ հավատում։ Պատկերացնում հիմա Նարեի վիճակը։ Հակոբ ջան, մեր երեխեքն են հաշտվել։ Վայ, փառքդ շատ Տեր Աստված։ Շնորհակալ եմ, վերջապես ուրախությունն էլ եկավ մեր տուն։ Ահա, թող հաշտվեն բոլորը, թող
մարդիկ երջանիկ լինեն։ Ես գնում եմ երեխուն տեսնելու։ Ես էլ եմ գալիս։ Ես էլ եմ գալիս, Հակոբ ջան։ Ես էլ եմ ուզում գամ, Հակոբ։ Դե ուրեմն եկեք բոլորս գնանք։ Կարեն, Լիանա։ Կարենը տանը չի, Հակոբ ջան։ Ես մեքենայով եմ։ Դե ուրեմն եկեք գնանք, ինչ եք ձգձգում, արագացրեք, արագ։ Արագ։ Այ Մամ շատ չքնես Նարեն։ Տղես։ Ինչ լավն է։ Դու վերջապես մեզ հասա։ Չեմ հավատում, մամ։ Մամ, ինձ թվում է երազ է։ Նարեն։ Քնած է, շատ քիչ է քնել, բայց հեսա ուլի վրա է կարթնան է։ Լավ, ես գնամ։ Ժաննա, սպասի։ Ժաննա, մնա միասին դիմավորեք նոր տալ։ Չէ, գնամ, կես գիշերին թռիչքսը։ Հաստատես որոշել գնալ։ Եթե հրաշք տեղի ունենա, կարող է որոշում ես փոխեմ, ամեն դեպքում ես թվում է չի կատարվի հրաշք։ Հա, ամեն դեպքում ձեզ ուրախ նոր տարի։ Մակրամ։ Քեր, Սմամայ լիմոնները, թե չէ ձեռից չէի պրծնելու։ Այս պատանոցիկ ուր են։ գնացել են քրոջդ երեխուն տեսնելու։ Ինչ երեխա։ Նարե երեխուն գտել են։ Չգիտեիր։ Ռոբերտիկի։ Հա։ Հաստատ քերի։ Հաստատ։ Էս ինչ լավ բան ասիր, քեր ջան, այս եղավ նոր տարի։ Բայց ինչի բան չէին ասել։ Ասի նոր հիշեցի։ Քեզ անընդհատ զանգում են դու անհասանելի ես։ Հա, հեռախոսս անջատվել է, նոր հիշեցի։ Լավ, դերեքս գնամ ես էլ տենամ քեր։ Կարեն։ Հա։ Կիտրոնները դուր թե չէ զիզի ձերքից չես պրծնի։ Մնորացել է։ Աղջկաս համարն է, բայց Կարենան չէր զանգի։ Հնարավոր է այս Մարկի կամ Արամի ձեռքի գործն է, հա, հաստատ Կարենան չէր զանգի։ Դեռ դարին չի փոխվել, բայց անհամբեր եմ, չկարողացա սպասել։ Սա քեզ։ Շնորհակալ եմ, Նարեկ, բայց ինչ գիտեիր, որ դրսում եմ։ Դե զգացի։ Ասում են, երբ մարդ սիրահարված է լինում, անգամ հեռավորության վրա կարողանում է զգալ, թե որտեղ այդ պայն իր սիրած էակը։ Նարեկ։ Երբեք մտքովս չէր անցնի, որ քեզ կարող է սիրեմ։ Իհարկե, ինչպես միշտ վերջին րոպեին ես պիտի հագնվեմ, որովհետև ամեն անգամ բոլոր գործերը իմ վրա է մնում։
Մարդիկ իրենց տոներն են վայելում, իսկ ես մինչև 12-ը ոտքի վրա վազում ու վազում եմ։ Լեան, այսօր նոր տարի է, ու ոնց որ տատին է ասում, ոնց նոր տարին դիմավորես, այդ տենց էլ կանցնի ամբողջ տարին։ Այսինքն իմ այս տարին մնացած տարիներից չի տարբերվելու, անընդհատ հոգսերի ու գործերի մեջ։ Չէ, այս տարի ուրիշ ձև ես անցկացնելու, այս տարի թագուհու պես ես նոր տարին անցկացնելու։ Լոնդոն։ Դու դրա մասին չէիր երազում։ Ուզում ես ասես մենք վաղը մի շաբաթով մեկնում ենք Լոնդոն։ Հա, ես դու Հակոբիկը։ Ես շատ վաղուց էի Լոնդոնի մասին երազում։ Շնորհակալ եմ, որ չես մոռացել։ Դու ավելին ես արժանի, Լեան ջան։ Մամ, տատիկը կանչում է։ Հա, բալես, ասա հեսա գալիս ենք։ Իսկ մամային գիտեն։ Հələ որ չէ։ Արի այսօր չասենք, հա, քանի տրամադրությունը լավ է բոլորի, արի այսօր չասենք, լավ։ Լավ, հələ որ չենք ասի։ Լիաննա, ինչ եղավ։ Արագացրեք եկեք կայախ չի։ Հա, մամա, գալիս ենք։ Վերջ Կարեն, այսօր չենք ասում, լավ, որոշեցին։ Տենաս այս տարի ձմեր պապիկը Հակոբիկին ինչ է բերելու։ Մամ խելոք է մնացել, չէ։ Հա հրաշքս իհարկե, դու քեզ այնքան խելոք ես պահել, ու ձմեր պապիկը դրա մասին իհարկե գիտի։ Լիաննա։ Եկանք, մամ, գնացինք։ Վազի։ Ճիշտ ես արել, որ Ադամը ցել ես կանչել։ Հա։ Մամ, ուր վրա է սա կասնեմ։ Մամ, բայց անհանգստանում եմ, հա։ Նարեն շատ քնած։ Ինքը երբեք այս ժամին այսքան չէր քնել։ Հետո ասեմ, որ շատ խորն է քնած։ Մոտ է այդքան խոսացինք, բայց չարտնեցավ, մամ։ Դա վատ չի, թող խորը քնի հանգստանա, վաղուց այդքան երկար չի քնել։ Չէ, մամ, մի քիչ էլ եմ համբերեմ, եթե չարտնացավ, կգնամ զորով կարտնացնեմ։ Ոնց է տեսքս։ Լավ։ Այդքան բան։ Դե կարևորը տրամադրությունն է լավ։ Մեր տրամադրությունը շատ լավ է։ Մեր գիտես ինչ ա եղել։ Ռոբերտիկին գտել են։ Այդ լավ են արել։ Բայց այս նոր տարվա օրը, որ դու էլի ուրիշների ուրախությունով ես ապրում, այդ արդեն լավ չի։ Մերոշ, արի չկռվենք, հա, այսօր։ Հա։ Ես ուղղակի Նարենց համար շատ ուրախ եմ, ինչ կա դրա մեջ վատ բան։ Թող բոլոր ընտանիքներն են երջանիկ լինեն։ Թող լինեն։ Իզու երջանիկ ես։ Ես չէ երկար ես մտածում, հա։ Իզուր կռիվ ման մի արի, հա։ Այստեղ անգամ մտածելու բան չկա։ Իհարկե երջանիկ եմ։ Ճիշտ է, մի քիչ ծանր բնավորություն ունես։ Բայց թե ինչ անեմ, ինձ էդ է բաժին հասել։ Ապրիմ հարսիկը թողնողերը վառի։ Կարեն ջան, բաժակները լցրու։ Հա, հեսա Հա, Հակոբ ջան, մի քանի րոպե է մնացել, արագացրեք։ Բա գագիկ դուրա։ Հա, էլի, ինչ հետաքրքիր տղա է այդ տղեն, այդ տնաշենի տղասա հենց հիմա պետք է մտնել լողանալու։ Գալիս եմ։ Մամա։ Ես ուր արագացրու, մի քանի րոպե է մնացել։
դեզա 12-ն է։ Ջութերը լցնեմ։ Եկա Հակոբ ջան։ Արագացրուցավ տան դրա ժամանակը չի, արագացրեք 12-ն եղավ։ Արի մոտը սեդամ այո։ Դարիթ ջան, Մարա, արի դու էլ ամուսնուդ կողքը նստի։ Դա Ժաննա։ Ահա։ Երեխեք ջան նստեք, Կարեն ջան, բաժակները լցրու։ Արագացրեք։ Դե երեխեքին բաժակները պահեք։ Դարիթ ջան, բաժակ մոտի։ Ես գիտեի։ Իմ հրաշք։ Բարի Ժաննե։ Բարի համեցի։ Մարա ջան, Աստված տա ձեր ընտանիքում էլ այս տարի համալրում լինի։ Զինա։ Ինչ Հակոբ, դա իմ կյանքի ամենամեծ երազանքն է ու սպասելիքը։ Հա Զինա ջան, հա, թող բոլորի երազանքները իրականանան երեխեք ջան։ Երջանիկ լինեք, բալիկներս, երջանիկ լինեք, ձեր երջանիկ լինելը մեր ուրախությունն է։ Դե լավ այ մարդ, նստեք, ինչ եք կանգնել ոտքի վրա, նստեք։